Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց էլի մեկը ասում եմ, գիտեք ինչ, էլի թեմաներ կան, բազմաթիվ թեմաներ կան։ Ես պետքա մի բան արձանագրենք, որ ինքը հայու խաղաղությունը իրադարձություն է, բայց ինքը առանձին վերցրած մի իրադարձություն չի։ Ինքը գործընթաց է, որտեղ ինքը պետքա անդադ զարգանա։ Ընդ որում ինքը պետքա չկանգնի, որովհետև երբ որ լճացավ խաղաղության գործընթացը, ինքը ռիսկեր է վերելու։ Ինքը պետքա անընդհատ զարգանա, այո, վերածվի եւ տրանսֆորմացվի տնտեսական համագործակցության, տնտեսական հարաբերությունների եւ նաեւ այդ է պատճառը, որ ես ուրախանում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, որովհետեւ տնտեսությունը իր տրամաբանությունն է վերելու։ Մարդիկ ի վերջո գալու է եւ եկել է այդ պահը, որ ի վերջո երկու կառավարություններին ասել են թողեք հանգիստ ապրենք։ Հերիքա վերքերը փորել։ Հերիքա անդադ վերքերի վրա աղ լցնել։ Պետքա մի օր ավարտվի այդ ամեն ինչ։ Եվ այդ ժամանակը հիմա է։ Այդ ավարտը արձանագրվել է, ավարտի քաղաքական կամքը արձանագրվել է եւ պետք չի անընդհատ վերքերը նայում եմ խորհրդակցություն են արել, ասում են վերնագիր տեսամ դա Ղարաբաղյան բանը Ղարաբաղի հարցը լուծված չի։ Հայաստանում ինչ որ քննարկում է տեղի ունենում։ Ինչ որ միտեղ։ Հիմա դա նաև ադրբեջանցիներն են տեսնում եւ հետեւուց դե արի մի կողմից ասում են, որ լսում են, որ մեր ընդդիմությունն ասում Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է՝ «Իրոք, այսքան բռնապետություն է, բա ինչի կառավարությունը այդ բաները չի արգելում»։ Հա, ուրեմն իրանք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն իրական է, որ ասում են Ղարաբաղի շարժումը ավարտել, մի կողմից ասում են ավարտել են, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մի րոպե, էս ի՞նչ է, Ադրբեջանի կառավարությունը կամ նախագահի նստավայրը էս ի՞նչ է ֆինանսավորում արևմտյան Ադրբեջանի հետ կապված ինչ-որ միջոցառումներ, խոսույթներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հարցը պետք է լուծվի։ Այս հարցը երկկողմ պետք է լուծվի եւ մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պետք է տանք։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են, բան արիք, տարակ, բան մի հատ էլ 7000 իրանց թվեր են հորինում 7000 երիտասարդի բանը կյանքը 1000 ներողություն եմ խնդրում իրանք այդպես գլուխը կերակ, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ է առաջարկում, այսինքն դա ինչ է նշանակում, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու, բա ինչի եք մեղադրում, որ բան արինք, զոհերի համար ինչի եք մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Բայց երբ որ իրանք ասում են Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են նոր պատերազմ պետք է անի Հայաստանը, Ադրբեջանն ասում է, ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն արևմտյան Ադրբեջանի խոսույթ պետք է որդեգրենք։ Այսինքն այս ամեն ինչը պարզ է, սենց մանրամասն պետք է բացատրենք։ Ես զերծ էի մնում սենց բացատրություններից, չնայած հիմնարկ ինչի էի զերծ մնում։ Պետք է պարզ թափանցիկ ամեն ինչի մասին խոսալ, որ մարդիկ հասկանան ինչի մասին է։ Նրանք ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսում ասում են նոր պատերազմ է պետք։ Նոր պատերազմ է պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանու Ղարաբաղ, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ բանի խնդիր չի,
այստեղ սոցիալ հոգեբանության խնդիրը։ Եվ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այդ ամեն ինչը մեր ձեռք բերած գիտելիքն է, որը մենք ձևակերպել ենք, այդ իմիջայլոց ասեմ ձեզ, այդ տենց անընդհատ շատ կարևոր է, որ մեր մոտ այդ ավանդույթը չկա, որ մեր պատմական փորձը դարձնենք քաղաքական միտք, քաղաքական ձևակերպում, քաղաքական տեքստ, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, լավ, ինչն ենք, ինչը այն չենք անում, որ անընդհատ ողբերգությունների, մակարոնների, կոտորածների, ցեղասպանությունների միջով ենք անցնում։ Հիմա մենք այո, մեր նահատակների կյանքի գնով, ժողովուրդ ջան, մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը։ Մենք շանս ենք ստացել, ասում ենք, չէ, մեզ մի կողմից ասում են անհամատեղելի է։ Մի կողմից մեղադրում են զոհերի մեջ, մի կողմից ասում են նոր զոհեր են պետք։ Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն է լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է։ Ղարաբաղի հարցն է լուծված, Ադրբեջանի հարցն է լուծված, Հայաստանի հարցն է լուծված, տարածաշրջանի հարցն է լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն է լուծված, սահմանների սահմանազատման հարցն է լուծված, բոլոր հարցերը լուծված են։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է սադրանքների չտրվել եւ սադրիչ խոսույթներ չորդեգրել։ Եվ վերջին հարցը Սիվիկ